Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Հանուն Հանրապետության կուսակցության նախընտրական ցուցակի անդամ Ազատ Արշակյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Արշակյան հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Արշակյան, նորից քաղաքականություն եք մտնում, ակտիվ քաղաքականություն, որովհետև դուք ցուցակի անդամներից մեկն եք, ինչու եք դա անում հիմա։ Նախ եւ առաջ ես ոչ թե հիմա եմ մտնում, այլ դուրս չեկա քաղաքականությունից։ Եվրաքվե կոչվածը ես մտել եմ Եվրաքվեի ժամանակ 2 տարի առաջ։ Ինձ գայթակղել հրավիրել է այդ գաղափարը։ Պատկերացնում եք իմ տարիքում հանկարծ այդպիսի շանս ներկայացավ թողնել թոշակառուի ապահով եւ հարմարավետ վիճակը ու մտնել քաղաքականություն։ Ես այդ ժամանակ եմ մտել քաղաքականություն ու հրավիրվել եմ կրկնակի լավ էր, ես ուզում էի այդպիսի մի բանի մասնակցել եւ ինձ հրավիրեցին այդ Եվրաքվեի մասնակից անուն ազգանունով 2 հոգու անուն ազգանուն պետք է ասեմ, որտեղ Տիգրան Խզմալյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը ինձ ուղակի հրավիրեցին, ասեցին առանց քեզ չի լինի այդպիսի պայմաններ։ Ու հետո հիմա արդեն ես ուղակի չեմ լքում, չեմ հեռանում այդ դիրքից։ Երրորդ մարդը, որը որ արդեն նույնպես ինձ պահեց քաղաքականության մեջ, սուբյեկտիվ բան կա, անհատները կարևոր են իմ կյանքում։ Արման Բաբաջանյանը ինձ ասեց, մենք մնում ենք դիրքերում, դու մնում ես, թե լքում ես դիրքը։ Տեսեք ինչ պայման դրեց Արմանը, ասեց, դու մնում ես մեզ հետ, մենք մնում ենք։ Մենք շարունակում ենք պայքարել Հայաստանի Եվրոպա ինտեգրացիոն ծրագրի համար։ Դու մնում ես, թե գնում ես։ Ես ասեցի մնում եմ։ Այ հիմա ես կարճ ներկայացա։ Ես մնում եմ, ես դիրքապահ եմ ու պայքարելու եմ Հայաստանի Հանրապետության անկախության, ժողովրդավարության եւ եվրոինտեգրացիայի համար։ Ես այդտեղ եմ։ Գրեթե բոլոր կուսակցությունները, որոնք մասնակցում են այս ընտրություններին կամ ցանկություն ունեն մասնակցելու ընտրություններին, իշխանափոխություն են ուզում։ Դուք ասում եք եկել եք կամ գալիս եք ընդդիմափոխություն անելու։ Նախ պիտի բացատրեք դա ինչ է նշանակում եւ արդյոք ձեր քաղաքական ուժին, ես ոչ թե ձեր անհատի մասին եմ խոսում, այլ հենց քաղաքական ուժի մասին, արդյոք այդ ուժին մարդիկ ասոցացնում են ընդդիմությանը, չէ՞ որ դուք ավելի շատ իշխանության դիրքերից կարող եք հանդես գալ, պաշտպանել այս կամ այն նախաձեռնությունը իշխանության կամ իշխանության այս կամ այն քաղաքականությունը, բայց որպես ընդդիմություն դուք հանդես գաք, դա արդյոք դա իրատեսական է։ Մարդիկ ունեն նման ընկալում։ Շատ դժվար է։ Այո, մենք դժվար դիրք ենք ընտրել մեզ համար։ Իրոք դա դժվար է, որովհետև մենք կողմ ենք բարեփոխումներին, մենք կողմ ենք հեղափոխությանը, դատաիրավական բարեփոխումներին։ Հակակոռուպցիոն ծրագիրը մենք պաշտպանում ենք օրենքը եվրոինտեգրացիայի մասին, այսինքն մենք աջակցում ենք այսօրվա քաղաքական իշխանության մեծամասնությանը։ Բա ո՞նց եք ուզում այդ իշխանության դիմախոսը լինել։ Որ ասում են բարդ է, բա ինչ են ինձ հրավիրել։ Հենց գիտեին, որ իմ կարիքը կա որպես վետերանի։ Տեսեք ինչ է, մենք իհարկե աջակցում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրած անկախության, ժողովրդավարության եւ եվրոինտեգրացիոն ծրագրերին։ Տեղը զբաղեցված է։ Մենք նրան աջակցում ենք, բայց մեզ համար տեղ կա ընդդիմություն լինելը։ Ընդդիմություն ոչ թե պետությանը, ոչ թե ժողովրդավարությանը, ոչ թե եվրոինտեգրացիային, այլ դրա հակառակորդին, այ գաղութարարներին, հետադիմությանը, կոռուպցիային, այ նրանք զբաղեցնում են մեր տեղը։ Այսինքն դուք ընդդիմության ընդդիմախոսներն եք։ Այո, եթե ոչ թե իշխանության։ Չէ, իշխանության ես ասում եմ, մենք համաձայն ենք, կան բաներ։ Բայց դուք եթե գաք եւ փոխեք այդ ընդդիմությանը, դուք այսպես թե այնպես պիտի դառնաք օրվա իշխանության ընդդիմությունը։ Այո, կա։ Եվ ո՞նց եք ընդդիմանալու այդ իշխանությանը, եթե դուք պաշտպանում եք ամենայն հավանականությամբ, եթե այս գործող թիմը շարունակի հունիսի 7-ից հետո էլ կառավարել երկիրը եւ դուք ասոկամոք գուցե կամ քվեների բաշխվածությամբ ստանաք, ժողովրդի կամքով ստանաք քվեներ հայտնվեք ազգային ժողովում ընդդիմադրի կարգավիճակում, ո՞նց եք ընդդիմանալու այս իշխանությանը, որի արած քաղաքականությունը պաշտպանում եք։ Մաքրեցիք ձեր ասած ընդդիմախոսներին դաշտից, ընդդիմախոսեցիք նրանց, նրանք գնացին, դուք մնացիք իբրև ընդդիմախոսներ, բա ո՞նց եք իշխանությանը
Բայց գիտեք ինչքան գործ կա որպես ընդդիմախոս, որպես խրախուսող եւ զսպող ուժ։ Մենք միասին շատ տարիներ առաջ դա քննարկել ենք հեծանիվի երկու պեդալների մասին։ Իշխանությունը, ժողովրդավարական պետությունը անպայման պետք է երկու ոտքով աշխատի, հենց որ հեծանվորդը կանգ է առնում, շուռ է գալիս, այսինքն մեր երկրի զարգացումը որպեսի առաջ գնա պետք է կառուցողական բառը ասեմ, հա, կառուցողական ընդդիմություն լինի, այսինքն սահմանադրության մասին մենք կարծիք ունենք, մենք կուսակցությունների մասին, օրենքի մասին մենք կարծիք ունենք, որը չի համընկնում քաղաքական իշխանության մեծամասնության հետ, քաղաքացիական պայմանագրին, մենք որոշ տեղեր ուզում ենք նրան խրախուսել, որոշ տեղեր ուզում ենք զսպել։ Քաղաքական դաշտում հիմնականում ձեր ասած այդ կառուցողական ընդդիմախոսությունը որակում կամ գնահատում են իշխանության գրպանային ընդդիմություն։ Դե տեսեք, Նրանք քաղաքական գնահատական տալիս են, պարոն Արշակյան։ Այո, եթե գրպանայինն է, եթե գաղափար չկա, ծրագիր չկա, տեսեք մենք ինչ ծրագրեր ունենք, դուք երևի ես ենթադրում եմ, որ հանրայինում Դե բնականաբար մենք խոսենք նաև ծրագրից, այո։ Ես նայում եմ ինչ որ բաներ դուք արձանագրել եք, դուք գիտեք մեր ծրագիրը արդեն տարբերվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրից, օրինակ առողջապահության եւ կրթության վերաբերյալ ես արդեն իրավունք ունեմ ասելու մեր ես կուսակցական չեմ եւ շնորհակալ եմ որ ինձ հրավիրել են այդտեղ դրա մասին չի խոսքը ուրեմն դուք պատկերացրեք մեր ծրագիրը կրթության մասին մենք ասում ենք պատվիրված պետք է լինի բարձրագույն կրթությունը հենց այնպես մարդը չպետք է գնա իր հաշվին մանավանդ կրթություն ստանա եթե ուզում է թող գնա անի բայց պետությունը պետք է պլանավորի ծրագրի եւ պատվիրի եթե պետությունը պատվիրում է կամ կորպորացիան պատվիրում է երիտասարդ մարդը ապագա մասնագետը մտավորական մարդը ապագա մտավորականը պետք է ինքը չվճարի պետք է կամ պետությունը վճարի ու պատվիրի օրինակ էներգետիկ ինժեներներ օրինակ պատմության մասնագետներ Դրանք խորհրդային բացերի նման չեն, խորհրդային չի, այո, խորհրդային, բայց դուք ասում եք խորհրդայինը բաներ, բոբո է։ Պետությունն էր որոշում թե։ Չի որոշում։ Պետությունը պատվիրում է եւ վճարում է։ Կամ լավ պահանջներ ներկայացնում օրինակ աշխատաշուկայում ինչ մասնագետի կարիք կա եւ այդ մասնագետի ուղղությամբ։ Ինքը ոչ միայն պատվիրում է, նաեւ հեռանկարային պլանավորում է։ Օրինակ հենց հիմա, եթե ճիշտ է այդ արհեստական բանականության հեռանկարը Հայաստանում, ուրեմն պետությունը պետք է պատվիրի պայմանական, ասենք, ես այնտեղից եմ, Պոլիտեխ ինստիտուտին պետք է պատվիրի ուսանողների վարձը ինքը տա։ Հետագայում հետ ստանալու պայմանով կամ առանց պայմանի մարդն աշխատելու է, վճարելու է։ Ուրեմն տեսեք, մեր ծրագիրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագիրը մենք պետք է պնդենք, որ պատվիրված լինի եւ պետությունը կարգավորի բարձրագույն կրթության համակարգը պատվիրելով ձրի պետք է լինի։ Իսկ ով որ ուզում է հատուկ կրթվել իր ճաշակով, ուրեմն թող վճարի։ Նույնը եւ առողջապահությունը։ Այսինքն տարանջատում լինի բարձրագույն կրթությունը եւ վճարովի եւ անվճար։ Ում պատվիրել է պետությունը դա լինի անվճար, իսկ ովքեր որ ցանկանում են դրանից զատ սովորել որևէ այլ մասնագիտություն վճարեն դրա համար։ Որը պետության, որը հասարակության պետություն, Հայաստանի Հանրապետություն համար դա հոբի է։ Հոբի, բառը ճիշտ է, այսինքն մեր երկրի տնտեսության կամ գաղափարախոսության, եթե կարելի է այդպես ասել, դրա համար պետք չի։ Այսինքն մենք չենք ուզում վճարել մի բանի համար, որը որ կամ կա կամ չկա։ Դե օրինակ բարձրագույն կրթության անվճար լինելու խոստման մասին խոսում է նաև Հայաստան դաշինքը։ Դաշնակցություն կուսակցությունը, որը ժամանակին կրթության պորտֆոլիոներն է ունեցել, իրենք են ասում, որ այո, կարելի է կամ իրենք պետք է անվճար սարքեն անվճար դարձնեն բարձրագույն կրթությունը։ Ինչով է տարբերվում ձեր առաջարկը, օրինակ այդ ընդդիմադիր դաշտում գործող դաշինքի առաջարկից։ Ոչ դեռ համեմատեցիք մեզ դա, նրանք արդեն այդ շանսը ունեցել են ժամանակին։ Ես ցուցակը տեսել եմ, նրանց տեսնում եմ, ձեր մոտ չէ։ Ես նրանց տեսնում եմ, նրանք հնարավորություն ունեն հանդես գալու։ Նրանք ժամանակին այդ հնարավորությունը ունեցել են եւ ողբալի, ասենք, աղետալի վիճակ են հասցրել կրթության համակարգը ընդհանրապես։ Նրանք դեռ պետք է հաշվետվություն տան եւ պատասխանատվության ենթարկվեն Հայաստանում կրթության մակարդակի համար
գիտության մակարդակի համար, մշակույթի մակարդակի համար, բացի դրանից մենք նրանց հետ չպետք է համեմատվենք, որտեղ նրանք հակապետական ծրագրեր ունեն։ Այդ դա ընտրակաշառքի ձև է։ Ձրի առողջապահություն, ձրի մուֆտա իրանց լեզվով ասենք։ Հա, նրանք դա առաջարկում են, նրանք դա առաջարկում են որպես կաշառք, որպես ամբողջահաճ երևույթ։ Նրանք ամբողջահաճ են։ Մենք լուրջ գործ ենք առաջարկում։ Ասում ենք հաշվենք, մասնագետներ ունենք, հաշվենք, տեսենք ինչ է։ Ես ասացի, չէ՞ նոր, արհեստական բանականության հեռանկար ունի պետությունը, տեսնում է դա, ուրեմն պետք է պատվիրի, ինքը պետք է վճարի, բարձր մակարդակի կրթության մասին է խոսքը, մեզ դիպլոմի մասին չի, միջին վիճակագրական դիպլոմ։ Նոր սովետական միություն հիշեցիք, միջին վիճակագրական դիպլոմներով սովետական միությունը երևի աշխարհում առաջի տեղն էր զբաղեցնում, բայց Նոբելյան մրցանակներ չուներ։ Ոնց որ մեզ չհամեմատեք նրանց հետ։ Մենք նրանց դեմ ենք։ Ես հարցնում եի տարբերությունը իհարկե չէի համեմատում, բայց լավ, գանք այլ հարցի։ Պարոն Աշակյան, վճռականություն եւ դիմակայունություն։ Պիտի բացատրեք, թե սրանք կոնկրետ ինչ են նշանակում ձեր ծրագրում եւ արդյոք սրանք չափելի քաղաքական նպատակներ են, թե ուղղակի հնչեղ խոսույթ նախընտրական շրջանում ընտրողներին գրավելու համար։ Չէ, տեսեք, մենք առաջարկում ենք, որը հիմա դարձել ասում եք, ինչ չափով եք դուք ընդդիմություն։ Հիմա օրենք է դարձել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումը, անվտանգությունը օրենք է դարձել։ Գիտեք որն է այդ օրենքը։ Եվրոմիությունը։ Եվրոմիությունը իր հետ բերում է անվտանգություն։ Իդեմս ՆԱՏՕ-ի։ Ոնց։ Եվրոմիության հետ դառնալով Եվրոմիության դաշնակիցը լավ կլինի անդամ, այդ տեսեք անդամակցումը։ Այ մենք ուզում ենք որ դառնանք, հայտը ներկայացնենք, չսպասենք, որ մեր ստանդարտները համապատասխանեն Եվրոպայի ստանդարտներին։ Ու ինչպես վարչապետն է ասում է դե հիմա կհասնենք, չէ, հասնի հաճույքը կստանանք։ Մենք ապրենք դա անեկդոտից հատված բերեցի։ Անեկդոտի հատվածներ։ Մենք եվրո ստանդարտները կունենանք, այդ կյանքով կապրենք։ Մենք ասում ենք չէ։ Եվրո ստանդարտները պարբերաբար փոփոխվում են։ Նրանք փոփոխում են։ Այդպես մենք կարող ենք արդեն 2000 տարի մենք Եվրոպայի հետ բարի դրացիական հարաբերությունների ու դաշինքի մեջ ենք։ Մեր ամենամեծ քաղաքական գործիչը Տիգրան Մեծն է կնքել այդ պայմանագիրը 2000 տարի, բայց ուզում ասել որ հիմա միանանք։ Դուք դա ո՞նց եք պատկերացնում, ո՞նց եք դա խոստանում քաղաքացիներին եւ ինչ կերպ, ինչ ճանապարհային քարտեզով եք դա իրականացնելու։ Որպես ընդդիմություն, եթե դուք պատկերացնում եք, որ օրինակ ընտրություններից հետո ընդդիմադիրների շարքերն են լինելու ձերը։ Մենք իշխանության ասել ենք пассив սպասելը, որ մեր ստանդարտները կբարելավեն, կհամապատասխանեն Եվրոմիության ստանդարտներին, դա пассив վարքագիծ է, մենք դրան դեմ ենք, պետք է խթանենք ուսովա երևի արմունկներով իշխանությանը, հա էլի, հրելով, պետք է ասենք, որ դիմեր, հենց հիմա պետք է ձևը գտեք, համոզում եք, պարտադրում եք Եվրոմիությանը։ Եվրոպացիները մի քանի օր առաջ հայտարարեցին, որ չեն բավարարվում գոյություն ունեցող Եվրոմիության սահմաններով, վտանգավոր է։ Գիտեք, ինչ ստանդարտ կա այդտեղ մերձակա արտասահման, մերձավոր արտասահման։ Գիտեք, չէ, ռուսական տերմին կասում են։ Հիմա եվրոպացիները վերցրեցին Ռուսաստանից այդ տերմինը, ուզում են ունենալ անվտանգության գոտի, մերձավոր արտասահման ունենալ։ Մենք այդ ծրագրի մեջ կարող ենք մտնել, այսինքն հնարամտություն է պետք, թող մերոնք այ մեր իշխանությունը, մեծամասնությունը, կառավարությունը, վարչապետը, արտաքին գործերի նախարարը, եվրո ինտեգրման նախարարություն, որ պետք է լինի, նրանք պետք է ձևը գտնեն Հայաստանը կցեն Եվրոմիությանը, որպեսզի մենք չսպասենք 100 տարի կամ 10 տարի, որ մեզ ավելի լավ հրավիրեն կամ այսինքն օկուպացնեն։ Պետք չի որ նրանք գան խցկվեն։ Հրավիրել են հարկավոր։ Բայց այն քայլերը, որը հիմա անում է գործող իշխանությունը, բավարար չէ։ Առաջիկայում շատ մեծ ու կարևոր իրադարձություններ կան Հայաստանում տեղի ունենալիք։ Ամսի 3-ից մինչև 6 մայիսի եւ եվրոպացի առաջնորդներն են այստեղ լինելու եւ Ֆրանսիայի նախագահն է այստեղ լինելու։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասով քննարկումներ լինելու են այստեղ։ Սրանք բավարար քայլեր չեն։ Սա արդյոք пассив քաղաքականություն է, որը տանում է գործող իշխանությունը։ Անհրաժեշտ քայլեր են դրանք։ Ես ողջունում եմ դա։ Դրա համար ասացի մենք դեմ չենք, բայց մենք ես ինչ ասացի, որ մենք
մեր կուսակցությունը, մեր քաղաքական շարժումը դրան դեմ չի։ Քաղաքացիական պայմանների կուսակցությանը դեմ չենք մենք այդ կուրսին։ Մենք ասում ենք, որ դանդաղ է շարժվում, ջանքեր չի թափում, այդ մի շաբաթվա մեջ արդեն մենք պետք է գուցե իլ անեն, շատ հնարավոր է, որ անեն, կասենք շնորհակալություն, կեցեք ապրեք։ Դրա ռիսկերը, պարոն Աշակյան, դուք կարծես թե ընտրության առաջ եք ուզում դնել այս կամ այն քաղաքական ուժին, տվյալ դեպքում քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, բա դրա ռիսկերը, ձեր ասածը, եթե դուք ասում եք պետք է շատ արագ դիմել Եվրամիությանը անդամակցելու համար, չկա ռիսկ։ Ուր է մնում ՀԱՊԿ-ը, ուր է մնում Ռուսաստանը, ուր են մնում մեր պայմանագրային պարտավորությունները, երկուստ եք այդ կողմերի հետ։ Նախ ով ասաց, որ ՀԱՊԿ-ը այդքան նրանք մեզանից պետք է զգուշանան։ Չէ, բայց մենք պիտի ռիսկերը հաշվարկենք, չէ՞։ Ջերմուկի ճանապարհը մեր տնտեսական կախվածությունները, նրանց կախվածությունը մեզանից։ Դա էլ է հարկավոր, ինչ եք խեղճանում։ Այն մենք դա ենք ասում։ Մեր անձնական օրինակով ասում ենք, ինչ եք խեղճանում։ Ով ասաց, որ խեղճ լինելը անվտանգություն է ապահովում։ Թող ռուսներն էլ անհանգստանան։ Մենք այնտեղ Մյասնիկյան եւ Միկոյան ունենք։ Մենք գայ ունենք երկաթե դիվիզիայով այնտեղ։ Դա իրենց պետք է բացատրենք, ասենք, երկաթե դիվիզիան Ռուսաստանի կենտրոնում 5 տարի կռվել է։ Դուք հասկանում եք ինչ ժողովրդի հետ գործ ունեք։ Ռուսներին պետք է բացատրենք, ասենք, դու գիտեք Միկոյանը ինչ թղթեր է ստորագրել ռուս մտավորականներին գնդակահարելու վերաբերյալ։ Դուք գիտեք, որ Մյասնիկյանը բացի արել։ Մենք պատմության մասին չենք խոսում, մենք ներկա օրերի եւ ներկա ռիսկերի գնահատման մասին ենք խոսում։ Աննա Բոնամի։ Բա Եվրոմիություն են գնում, չէ։ Արդեն դոբրым սլովում, որ ասում են, արդեն մոռացել ենք հիմա Բոնամի։ Ուրեմն ես ուզում եմ ասել, որ ինչ եք խեղճանում։ Այ մենք իշխանությանն ասում ենք, որ արևմտյան ռազմաճակատի պատասխանատուն եղել է Ալեքսանդր Մյասնիկովը։ Ունա բաց է արել դռները ռուսական իմպերիայի գերմանական բանակի առաջ։ Բա դուք չեք վախենում մեզանից։ Անդադ մենք ենք ձեզանից վախենում։ Ինչ եք մեզ վախացնում անդադ։ Մենք չենք վախենում։ Բա մեր այդ մաքսանենգությունը, որ անում ենք օգուտ Ռուսաստանի։ Դուք գիտեք ինչքան մեծ քանակությամբ հատուկ նշանակության ծառայություն եւ ապրանքներ է անցնում Հայաստանով դեպի Ռուսաստան։ Փակում են այդ արահետը։ Ուրեմն ասում եմ, համարձակ խոսեք։ Մենք, ես ասում եմ ձեզ 1990 թվականին այդ Արցախյան պատերազմը, որ մենք հաղթեցինք Ղարաբաղյան, բավոր գնացինք Բիշկեք հասանք։ Գնում հետները նստում գործընկերային հարաբերություններ էին, խոսում էինք, ասում էինք ձեր եւ մեր շահերը հիմա համընկնում են։ Իսկ հիմա Հիմա էլ դա պետք է արվեն, այսինքն արհեստավարություն են Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները, թե չէ։ Պետք է հիմա ինչ որ կա բավարարում է ինձ։ Ես այդ փոքր կադրերը որ տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը ասեց ոչ։ Ռուսամետ ուժերի մասին։ Ձեր դրածոներին մենք չենք ընդունի։ Հայաստանը ձեր գուբերնիան չի։ Ես կարճ եմ ասում, իմ լեզվով եմ ասում, ասեց բան արեք։ Դուք ձեր երկրում ձեր հարցերը լուծեք։ Մի անգամ եղել այդպիսի մի բան մեր պատմում Լևոն Տեր-Պետրոսյանը դրանց սիեզդին համագումարին ելույթ ունեցավ Գորբաչովին դաս տվեց, ասեց մենք դեմոկրատական պետություն ենք արդեն, սովետական Հայաստանը արդեն բռնել է դեմոկրատիայի ճանապարհը, դուք հետևեք մեզանից օրինակ վերցրեք։ Լևոն Տեր-Պետրոսյանը այդպիսի ելույթ ունեցել է Գերագույն Սովետի նախագահներ։ Ես ասում եմ երկրորդ դեպքը դա էր Նիկոլ Փաշինյանը, որ ասեց մենք որպես գործընկեր կարող ենք իրար հետ աշխատել, եթե չէ մենք ուրեմն ձեր վասալը չենք։ Այդ հաղորդումը եթերով հնարավոր է որ կաբինետում վարակույրի հետևում նրանք չայ են խմում, մենք այնտեղ ուրիշ բաներ էինք խմում, լյարդերս փչացրեցինք։ Այն ժամանակ ընդունված էր։ Ես ուզում եմ ասել, որ տեսանք, չէ, բա երկիրը փուլ չեկավ։ Դուք զգացեք, որ այդ հայտարարությունից հետո որ Ռուսաստանում դա եթեր գնաց։ Պարոն Աշակյան, բայց Ռուսաստանի կողմից մասնավորապես Պուտինի կողմից հայտարարությունը Հայաստանի ինդիմադիր դաշտում ռուսամետ ուժերի մասով դա արտաքին միջամտության փորձ է մեր ներքաղաքական գործընթացներին։ Բայց օրինակ այստեղ ինդիմադիրները, ովքեր որոշակիորեն ընկալում ունեն որպես ռուսամետ ուժեր, իրենք դա այդպես չեն ընկալում, իրենք դա ասում են միջամտություն չի եւ ոչ էլ արտաքին աջակցության տրամադրում է իրենց։ Նրանք հենց իրենք չհասկացան, որ իրենք վառվեցին, դա կոչվում է վառվել։
Ընդդիմադիրները այսինքն բացահայտեց լյուստրացիա արեց Պուտինը ասաց, որ դրանք իմ դրածոներ են, իմ շահերի ներկայացուցիչներն են ձեր երկրում։ Ընդհանրապես դա չէր կարելի ասել։ Դա նշանակում է մատնություն։ Գիտեք սա ինչ է նշանակում ռուս։ Ստուկաչ։ Ասաց, որ դրանք ես ուղարկել եմ ձեր մոտ իմ դիվերսանտներն են քաղաքական։ Զգուշ եղեք, վտանգավոր են։ Ընտրություններին ընդառաջ դա ավելի շատ օգնություն էր նրանց համար, թե հակառակը նրանց շանսերը ավելի բարձրացան ընտրողների աչքում, թե հակառակը։ Ընտրողների աչքում ստուկաչը ո՞նց կարող է դա բարձրանալ, այսինքն ագենտը ուրիշ երկրի շահերի ներկայացուցիչը անձնագրով, մունդիրով, ուսադիրներով։ Մարդը հայտարարեց, բացահայտեց, ասաց, որ դրանց հանգարտ չընտրեք, դրանք ձեր երկրին չեն ծառայելու, դրանք իմ ծառաներն են, իմ խալոպներն են։ Դա կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանին օգնեց։ Այ գործընկեր, բա ինչ եմ ասում, գործընկերային հարաբերություններ հարկավոր է, այն որ դուխով, մուխով ասում էին, չէ, ասում եմ առաջ գնացեք, համարձակ եղեք։ Համարձակությունը նույնպես ռեսուրս է։ Լավ, պարոն Աշակյան, ընտրություններին ընդառաջ պարբերաբար իրավապահ մարմինները հայտարարություններ են անում ենթադրյալ ընտրակաշառքների մասին։ Ձայնագրություններ են հրապարակվում, նախորդ օրը էլի հայտնի քաղաքական ուժի շատ հայտնի ներկայացուցչի նկատմամբ իրավական գործընթաց սկսվեց։ Ինչի մասին են խոսում այս հայտարարությունները, որովհետև կարծիքներ կան հենց այդ քաղաքական ուժի կողմից, որ սրանք նաև քաղաքական են, հետապնդումներ են, դրանք իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ են, երբեմն մոնտաժված ձայնագրություններ են, կոնտեքստից կտրված են։ Դուք սա ո՞նց եք գնահատում։ Առաջինը հարկավոր է այդ կանալները փակել։ Ինոագենտների մասին օրենք ընդունել ու դրանց փակել։ Նրանք իրավունք չունեն այստեղ հերարցակվելու։ Խոսքի այդ իրավունքը զազրախոսության, ատելության քարոզչության օրենքով պետք է դրանք փակվեն։ Առաջինը դա փակվի, երկրորդը ասում եք դուք ինչ եք անելու որպես ընդդիմություն, այ մենք դա ենք ասում, որ օրենքը չի աշխատում, դա հայտարարություն չպետք է լիներ, ճաղեր պետք է լինեին։ Այդ կազմակերպությունները, որ դուք հիմա ասեցիք, երևի չասեցիք, բայց ես ուզում եի որ ասեք ընտրակաշառք բաժանողներին։ Կաշառքը չի այստեղ կարևորը, իշխանության զավթման փորձ է գնում։ Փողը դարձել է գործիք, որով որ նրանք Հայաստանը ուզում են զավթել։ Բայց չէ՞ որ 18 թվականից հետո այդ պրակտիկան ընդունում էինք, որ վերացած է, այսինքն ընտրակաշառքներ չեն բաժանվում, ընտրություններն անցնում են, գոնե որևէ մեկը այդ ընտրությունների արդյունքների նկատմամբ անվստահություն չի ունենում։ Մենք նաև 21-ին ենք այդ ընտրությունը ունեցել եւ նույնիսկ ընդդիմադիր դաշտում չի եղել որևէ, ինչ ասեմ, խնդիր, որ ընտրությունները կեղծված են եղել, գումար է բաժանվել։ Ես ասեմ, շնորհակալություն հարցի համար։ Նախ շատ հաճելի է ինձ այդ հարցին պատասխանելը։ Բայց Պուտինը հայտարարեց, ասաց, որ ես ագենտներ եմ ուղարկում, որպեսզի իշխանությունը զավթեն եւ կցեն ձեր երկիրը իմ գուբերնիաներից մեկին։ Ասաց, ուղարկել եմ ես։ Զգուշ եղեք, կանխարգել եք, դա հայտարարեց։ Սրանք էլ դա անում են, չեն հասկանում, որ իրենք արդեն բացահայտված են, հանձնված են, հանձնել է նրանց Պուտինը մեզ։ Նրանց հետ հարկավոր է վարվել ճիշտ այնպես, ինչպես հարգարժան պետությունը պետք է վարվի իր երկրի հակառակորդների հետ։ Այսինքն պետք է նրանք գործելու հնարավորություն չունենան։ Այդ կազմակերպությունները պետք է արգելափակվեն, զրկվեն լիցենզիայից։ Գործիչները պետք է ազատազրկվեն կամ արտաքսվեն։ Ես կարծում եմ, որ անգործության մասին հայտարարություն է, երբ որ ասում են, որ ընտրակաշառք բաժանելուց բռնել ենք, այդ բռնելը պետք է լինի արդեն փակել ենք, լիցենզիան հետ ենք վերցրել, ընտրացուցակներից հանել ենք, նրանք չեն կարող։ Ենթադրյալ ընտրակաշառքների մասին հայտարարություններ են դատարանի միջև դեռևս զրպարտություն է, ուրեմն այդ հայտարարողներին է հարկավոր փակել, եթե դա զրպարտություն է։ Չէ, զրպարտություն չի, բայց մենք դատական որևէ վճիռ չունենք։ Միջազգային դատարանը բանին послезавтра ռուսական արտահայտություն կա, չէ, երբ որ ասում են ես չգիտեմ երբ, ասում են послезавтра։ Հիմա այսինքն մենք սպասենք Հայաստանը դրանք զավթեն, Հայաստանը լիկվիդացնեն որպես պետություն, ժողովրդավարությունը արգելեն,
Մարտի 1 սարքեն, հոկտեմբերի 27 սարքեն, մենք ասենք, հանցագործությունը տեղի է ունեցել։ Չափազանցված չեն ձեր գնահատականները։ Այսինքն մարտի 1-ը եւ հոկտեմբերի 27-ը անշուշտ Չէ, ներկա անդիմությանը դա վերագրել է։ Հեղինակները նույն մարդիկ են։ Նույն մարդիկ են։ Դրանք նույն մարդիկ են։ Լիչնի սաստավը նույնն է, այտենց ասեմ, հա։ Լիչնի սաստավը նույնն է, ծրագրերը նույնն են։ Եթե հայկական պետության ինքնիշխանության եւ ժողովրդավարության դեմ ուժեր կան, դա մարտի 1 է նշանակում, հոկտեմբերի 27։ Ուրեմն մենք թույլ տանք, որ կրկնվի մարտի 1-ը, հետո ով է ռեաբիլիտացիա անելու մեր երկիրը։ Ես կարծում եմ, որ հարկավոր է կանխարգելել, փակել, հետո թող դատի տան։ Եթե դա զրպարտություն է, ուրեմն փակել ԱԱԾ-ն, ազգային անվտանգության ծառայությունը, եթե արհեստավարժ չի, զրպարտել է, ուրեմն նրանց պետք է փակել։ Դատախազությունը եթե զրպարտում է, դատախազությունը պետք է փակվի։ Այսինքն որոշենք կամ նրանք են հանցագործ, կամ սրանք։ Ամփոփելով վերջին հարցը, ինչպիսի ազգային ժողով եք պատկերացնում եւ տեսնում արդեն ընտրություններից հետո։ Ազգային ժողով, թույլ Ինչ քաղաքական ուժերի համամասնություն եք տեսնում Հայաստանի Հանրապետության ազգային շահերը պաշտպանող ազգային ժողով, որը որ պետք է ապահովի երկրի անվտանգությունը եւ զարգացումը, նաեւ աշխատի իր դաշնակիցների հետ, դուրս մղի Հայաստանից թշնամիներին մեր երկրի։ Այդպիսի ազգային ժողով։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Զրուցակիցս Ազատ Աշակյանն էր, կհանդիպենք։